Իրանի վիճակը բարդ է, բայց եթե ցամաքային պատերազմ սկսի, բարդ վիճակում հայտնվելու ենք մենք, նույնիսկ Իրանի հաղթական, պաշտպանական մարտերի դեպքում։ Այդի մեզ շատ ծանր վիճակի մեջ է գցելու, ինչի հետո նայեք, երկու սցենար կա Հայաստանը տուժի ցամաքային օպերացիայի դեպքում, երկու սցենար։ Մի սցենար ուրեմն թուրքերը շուռ են գալի իրենց այսպես ասած հայրիկներին ասում են հայրիկ, չենք կարողանում առանց Հայաստանի ասենք Սյունիքը կուլ տալու Իրանի դեմ պայքարենք, իսկ որ իրանք ներգրավվելու են ցամաքային օպերացիայի դեպքում դա միանշանակ է, ուրիշ ցամաքային սահման չկա, միայն Բաքվի թուրքերն են, մեկ էլ Անկարայի թուրքերն են, երկուսն էլ օկուպացված հայկական հողերի վրայից ասենք կարող են հարձակվել Իրանի Հանրապետության վրա, պետք չի մոռանալ, որ հիմա այն անօթաչուները, որոնք որ Իրանի հյուսիսում, արևմուտքում խփում են, իրանք այդքան հեռահար թռիչք չունեն, բայց խփում են, դա նշանակում է իրանք ներթափանցում են Բաքվի Հանրապետության կողմից, որը մեր որոշ հայրենակիցներ սխալմամբ Ադրբեջան են կոչում, եւ Անկարայի թուրքերի կողմից ակտիվ գործողություններ կա, ավաքսնա դուրսել էլ ինքնաթիռները բարձրանում են օդ եւ իրանական հրթիռներն են խոցում, որը որ չեն խոցում իրենց մասին տվյալներն են հաղորդում, ասենք իսրայելական հակաօդային, ասենք պաշտպանության։ Եվ ստացվում է, որ թուրքերը թե Բաքվի, թե Անկարայի ուրեմն միանշանակ ներգրավված են հակաիրանական գործողությունների մեջ, ակտիվ են բավականին եւ ցամաքային օպերացիայի դեպքում ուրիշ ուղղություն չկա հարձակվելու Իրանի վրա։ Ցամաքային այդ հարձակմանը ինչ հանգամանքներ պետք է նպաստեն, այսինքն այստեղ ԱՄՆ-ն պետք է ուղիղ ներքաշվի, որպեսզի բանը հասնի այդ ցամաքային գործողություններին, պարոն Հովհաննիսյան։ Չես թնենց ԱՄՆ-ն ներքաշված է, ինքը ասում են ուղիղ չի ներգրաված։ Դե ուղիղ չին որն է, մի քիչ առաջ ասեցի, ասենք Թուրքիերի մասին։ Միացյալ Ամերիկայի Նահանգները իրանք բացի տվյալներ փոխանցելուց, իրանք անմիջապես խոցում են այն հրթիռները, որը ի պատասխան ռմբակոծիչների գործողությունների հրեական Իրանը ուղարկում է դեպի Իսրայել։ Դա անմիջապես, ասենք, ներգրավվածություն է։ Ցամաքային օպերացիայի դեպքում պարտադիր չէ ամերիկյան զորքերը մասնակցեն։ Դրա համար կա թնդանոթի միս թուրքերից բաղկացած, որին ասենք աջակից հատուկ ասենք ստորաբաժանումներ կամ ասենք տարբեր բաներ կան, լավ մարզված ռեզերվային մոբ, սովորական մոբ, ուղղակի լավ մարզված եւ պարապած պատերազմի փորձով, օրինակ բանը Գազա դիվիզիան, ինքը ռեզերվային դիվիզիա է, բայց լավ փորձ ունի եւ լավ մարզված ու շատ հանգիստ իրան կարան հիմա տեղափոխել են ոնց որ թե Հորդանանի սահմանի վրա, այնտեղ են դիրքերն են զբաղացրել, ուրեմն որը որ երկար տարիներ չէին զբաղացնում, իրանց կարան շատ հանգիստ տեղափոխեն թուրքերի մոտ, Անկարայի թուրքերի կամ ասենք Բաքվի թուրքերի եւ ցամաքային օպերացիայի ժամանակ իրանք կոորդինացնող ուժի դեր խաղան թուրքական հետևակի եւ ասենք մյուս ցամաքային զորքերի համար։ Ինչով է վատ Հայաստանի համար այդ արձակումը։ Նախ որ հնարավոր է օկուպացիայի թույլտվություն ստանան հայկական, ասենք որոշ շրջանների թուրքերը։ Հնարավոր է այդ օկուպացիայի թույլտվությունը ստանան։ Մենք իհարկե մաքսիմալ դրանք խանգարենք, չի բացառվում, որ ասենք նույնիսկ թույլ չտանք այդ օկուպացիան տեղի ունենա, որովհետև քիչ թե շատ բանակը պարապում է, մեր կազմակերպությունը ոման բանը երկիր ամրոց, ասենք ծրագրի այդ թվում ասենք գմբեթների տեղադրումները շարունակում է, մարզումները խաղաղ բնակչության ասենք շարունակում է ոման եւ բանակն է քիչ թե շատ ռեզերվով զբաղվում։ Կարճ ասած չի բացառվում, որ իրանց չհաջողվի, բայց պատերազմական գործողություններ, եթե դու ջախջախիչ հարված չես ծածկնում եւ փախնող զորքերի ուսերի վրա, ասենք քո մարտերը չեն ավարտվում հակառակորդի հողի վրա, իրանք մեկը շատ ծանր իրավիճակ են ստեղծում, ասենք քո պաշտպանական համակարգի մեջ։ Դա պատմական նույնիսկ էքսկուրսներ էլ պետք չի անել։ Դա այդպես է, դա փաստ է, աքսիոմա է։ Երկրորդ բավականին ծանր սցենարը մեր համար
նույն ձևով թուրքերը ներխուժում են կամ փորձում են ներխուժեն Իրանի հյուսիս-արևմուտք եւ դա բերում է մեր եւ Իրանի կապի խզումը։ Եթե մարտական գործողություններ ընդեղ ընթանան ամիսներ, դա նույն բանն է, ոնց որ այնտեղ թուրք սահմանապան կանգնած լինի ու չթողի, որ ոչ մի ավելնորդ ճանճ անցնի դեպի Հայաստան կամ Հայաստանից ինչ-որ միջատ տեղաշարժվի դեպի հարավ-արևելք։ Մենք ունենալու ենք մի հատ շնչուղի, դա Վրաստանն է, իսկ Վրաստանը ամբողջությամբ ռուսա-թուրքական կոնտրոլի տակ է, ամբողջությամբ ու ավելի շատ թուրքական, քան ռուսական, որտեղ Ռուսաստանը զիջելու է իր դիրքերը թուրքերին շատ տեղերում, որովհետև իրեն եւս շնչուղի է պետք, դա Բոսֆոր Դարդանելն է այդ նեղուսն է, եւ թուրքերի Բաքվի թուրքերի տարածքով գազն ու նավթը գնում է Եվրոպա որպես ոչ ռուսական գազ եւ նավթ էլի։ Կարճ ասած շատ ծանր է լինելու, եթե ցամաքային օպերացիան լինի եւ ուժերի մոբիլիզացիա այ հիմա, եթե մենք դեբիլ չենք, այ ներկա գործողություններին մինչեւ այդ սցենարներից որևէ մեկը իրականություն կդառնա կամ չի դառնա, պարոն Վարդանов, տարբեր առաջարկներ են հնչում իշխանությանը ուղղված, տարբեր կարծիքներ են հայտնում փորձագետներ, վերլուծաբաններ, ոմանք ասում են, որ արդեն պետք է մասնակից զորահավաք հայտարարվեր, ռազմական դրություն հայտարարվեր, դուք ինչ կասեք այս պահի գործողությունների մասով։ Եթե մենք դեբիլ չենք, իսկ դեբիլիզմը դա անես չի, որ ասենք մարդը ծնվում է ու այդ հիվանդությունը ունի, լինում է որ ձեռք բերով է, կարճ ասած, եթե մենք լուրջ բանա հոգեկան հիվանդ չենք, ինչ ձևով այդ հիվանդությունը առաջացած, մենք հիմա կոնսոլիդացիայի վրա կաշխատենք, հասարակության կոնսոլիդացիայի առաջին հերթին, որովհետև ուղղակի անհնար է ձախ ու աջ ձեռի մրցակցության պարագայում մարտնչել հակառակորդի հետ։ Եթե ձախ բանաց ֆիլմեր նայած լինեք, որ դե ձախ ձեռը չի մասնակցում ինչ-որ գործողության, նույնիսկ ձախ ձեռը կապում են, որ ինչ-որ տեղ հավասարություն լինի, պայքարի դեպքում դա ուղղակի անհնար է։ Եթե մի ձեռը մյուսի դեմ պայքարում է, ուղղակի անհնար է, դες բան չի լինում, ու բանը դա կործանարար հետևանքներ կարող ունենա ընդամենը 2 օր հետո կամ 2 ամիս հետո։ Կործանարար ես նկատի ունեմ Հայաստանի ոչնչացում որպես հանրապետություն, բնաջնջում ստեղի բնակչությանը, խելքի է պետք գալ բոլորին, այդ հիմար վիճակից, ասենք, որտեղ հայ ոտից կծում է, իսկ կծելով փորձում է կոկորտին բարձրանա, այդ հիմար վիճակից պետք է դուրս գանք։ Պիտի կոնսոլիդացիա տեղի ունենա, որովհետև վտանգները շատ լուրջ են։ Մեր երկրի վարչապետը շատ հաճախ խոսում է խաղաղության բանի մասին եւ իր հետևից շարան ամեն մարդ իր պարտքն է համարում բլոգերներ, պաշտոնյաներ, բան ասել պատերազմ չի լինի։ Պատերազմ չի լինի մեր դեմ, որովհետև բանա իրանք համոզված են, որ մեր դեմ, ասենք, ինչ-որ պայմանավորվածություններ կա, բայց ռեալի մեջ դու կարաս ասես, որ պատերազմ չեմ սկսի ես, ոչ թե պատերազմ չի լինի, դու չգիտես քո վրա անգամ Վրաստանը կհարձակվի, թե չի հարձակվի, ինչ պատճառով, փաստորեն նախ ճիշտ բառեր է պետք օգտագործել, երկրորդը արտաքին քաղաքականության մեջ օգտագործվող բառապաշարը ներքինի հետ շատ հաճախ խելացի ժողովուրդների մոտ, խելացի պետություններում տարբերվում են։ Եթե ասում ես պատերազմ չի լինի արտաքին պլաշատկում, մի քիչ ներքև օղակը պետք է ասես 100% մամայի արև, պապայի արև, ոչ մի դեպքում մենք պատերազմ չենք սկսի, բայց հավանականություն կա պատերազմի։ Ինչը ժամանակին, ասենք, հնչում էր Հայաստանի Հանրապետության տարբեր պաշտոնյաների կողմից, որ կա հավանականություն, ասենք, Արմեն Գրիգորյանն նման հայտարարություն արել ժամանակին, զուգահեռ, ասենք, վարչապետի հայտարարությանը, աղքի, ասենք, անվտանգության խորհրդի քարտուղարը Արարատ Միրզոյանն նման հայտարարություն արել ու դա նորմալ է, բայց ներքևի օղակին պետք է ասես պատերազմի հավանականությունը մեծ է, դուք այդ որ արտաքին պլաշատկեքում ինչ-որ բան է խոսացվում, այ հանճարներ, նու հանճար ասելով ես դեբիլ նկատի ունեմ, գնացեք, աշխատեք,
իրար վրա մի, ասենք, հաչացեք, միավորվեք եւ իրար հետ կառուցեք, ասենք, ապագա անվտանգային համակարգը իրար հետ, որովհետեւ բանակը շատ հաճախ ի վիճակի չի դա անել։ Եթե առաջնագիծը էս թե այնպես ասենք բանա գյուղացին նույնիսկ մոտ չի գալի, եթե այնտեղ սեփական հողել ունի, որովհետեւ վտանգավոր է կյանքի համար եւ անգամ ասենք չեմ ասում բանվոր ուղարկի ինքը անձամբ ռիսկ չի անի գա մշակի, էլի ասենք այդ հողակտորը։ Ապա երկրորդ գծում բանակը անզոր է, որովհետեւ այնտեղ երկրորդ գիծ, երրորդ գիծ, իսկ պիտի ունենաս 2, 3, 4, 5, 6, ոնց որ ուկրաինացիներն են արել ռուսների դեմ, ոնց որ ռուսներն են արել ուկրաինացիների դեմ։ Մի քանի պաշտպանական գիծ պետք է ունենաս եւ այդտեղ բանակը անզոր է, որովհետեւ իրան ոչ մեկ այդ իրավունքը չի տա, որ բանակային, ասենք, ինժեներական ծառայությունը գա, սկսի, ասենք, ինչ-որ մեկի սեփականության մեջ առաջնագծից հեռու ինժեներական կառույց անել։ Դա պիտի անի արդեն տեղի իշխանությունը կոորդինացնի, բայց հասարակական կազմակերպություններն էլ պիտի ներգրավեն։ Հասարակությունը ներկա է իշխանության բոլոր ֆունկցիաների մեջ, հասարակական նախաձեռնություններով եւ հասարակական կազմակերպություններով։ Իսկ մեր մոտ շատ հաճախ, ասենք, տեղում իշխանավորները կամ ասենք ավելի բարձր իշխանավորները սկսում են խանդով վերաբերվել այն գործողություններին, որը հասարակությունն է անում։ Չի կարելի։ Խելքի է պետք գա։ Մենք ընդհանուր մի մարմին ենք։ Հիմա հաճելի գլուխ է, հաճելի գլուխ չի, ոտերից հոտ է գալի, չի գալի, ասենք, ձախ ձեռի եղունգները լավ կդրած չի կդրած, կապ չունի, մեկը քո մարմինն է։ Ու եթե դու ես մարմնի ես հատվածի դեմ պայքար ես սկսում, դու հետո չես կարողանա պայքարես ռեալ է, էլ չեմ ասում վնասվածք հասցնես, էլի մարմնիդ ինչ-որ հատվածի, որովհետև քեզ դուր չի գալի։ Պարոն Վարդանով, իշխանության Մեր Գիբսոնի կինոն թողն այն էլ են, որ ինքը տիկնիկով բան անում, հետո ձեռը կդրում։ Այդ տենց իրավիճակ է հիմա մեր մոտ։ Ուշքի է պետք գալ։ Իշխանության այդ պատերազմ չի լինելու հայտարարության բացատրությունը որոշ շրջանակներ ունեն, ասում են Նիկոլ Փաշինյանը, քանի որ խոստացել է ամեն ինչ հանձնել, խոստացել է նրանց բոլոր պահանջները բավարարել, դրա համար էլ այդքան վստահ պնդում է, որ պատերազմ չի լինելու։ Եվ Ադրբեջանը կամ Բաքվի Հանրապետության ղեկավարները հիմար չեն, որ խաղաղ ձևով այնինչ ստանում են, մի հատ էլ պատերազմ անեն դրա համար եւ ընկնեն միջազգային պատժամիջոցների։ Իսկ ով ասում հիմար չեն։ Իսկ ով ասում, որ ասենք Բաքվի թուրքերը ինքնուրույն են որոշում պատերազմ լինի թե չլինի։ Ով ասել։ Եթե մեր մոտ ասենք ինչ որտեղ տեխնիկային ասենք բան ունենք, արդեն վաղուց, երևի մի 25 տարի է տեխնիկային կառավարություն ունենք, որը որ եթե ամբողջությամբ չէ կառավարվում է հաճախ դրսի տարբեր ուժերի կողմից, ով ասում, որ Բաքվի Հանրապետությունը տենց չի։ Կա մի երկիր, որ համոզված է, որ իր կառավարությունը տեխնիկային չի, հեռուստացույց նայեք։ Աշխարհի հեգեմոն, ասենք, բանը Միացյալ Ամերիկայի Նահանգների կառավարությունը տեխնիկային չի, ինչ որ մեկը թելերից չի քաշում, ասենք, առաջի դեմքերի, դե լավ էլի ուշքի եկեք։